Ողջույն դատար, նախնական խացին անդրադառնալը բացառում ենք դատարանին, շնորհավորում ներկայացնում ենք։ Այս քրեական գործով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Մելիքսենցյանը հրապարակել է վերդիկտ, հայտարարելով, որ մեղավոր է ճանաչում Միքայել Սրբազանին քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրանքով։ Այնուհետև դատավոր հայտարարել է, որ խափանման միջոցը թողում է նույնը, նույն սահմանափակումներով, որից հետո սահմանել է լրացուցիչ դատալսումներ սեպտեմբերի 29-ի ժամը 10:30-ին։ Դատավորը լրացուցիչ դատալսումների օր հայտարարելուց հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև այժմ դատականիստը դատան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Ալբերտ Մելիքսենցյանը պետք է ազատվի այս քրեական վարակին մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացառ հայտնելու իրավունք այս փուլում քրեական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 3 մասի կանոնակարգումների համաձայն բացառքի հայտնել դարձել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, հետևաբար իրավունք ունեն դատավորին բացառել այս փուլում։ Դատավորի կողմից կապված նորմա։ Դատական օրենսգրքի 70 հոդվածի 2-րդ մասի 3-րդ աշոց կետերի համաձայն, որոնք չեն ներկայացնում, եւ 75-րդ կետի առաջին մասի համաձայն դատավորը պարտավոր է կապված հայտնել, եթե նրա գործողությունները նման հիմքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ մասի մարզանալը, որ վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին ամիսը օրը ժամը, ինչպես նաև կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Դատավորը վերդիկտը հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատալսումների տարին ամիսը օրը ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ նույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Օրենսդիրը այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն և ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ծագում, ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի պահանջը, ինչու։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին և պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը ղեկավարվել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանին պաշտպանները գիտեն օրենքի այդ պահանջը, հետևաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դա անում են ենթադրությունը, քանի որ օրենսդիրն այս գործողությունը կատարելու տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի և պաշտպան չունեցող կողմի միջև։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կոմպետենտ չէ, կամ երկրորդ, դատավորն ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաև իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործնասննդատության չուղարկելու, կալանքի ժամկետների երկարաձգելու, որոշման մեջ կեջ տվյալներ ներառնելու գործողություններից վերջացած այսօր խախտումով։ Ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով և քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաջացան ինքնավարության քրեական դատարանի դատավորին Մելիքսենցյանին հայտնում բացել և ճնշում այն ընդունել։ Պատվարժան դատարան, իրոք հարցածագում, ինչու եք դուք նման խախտումներ ցույց անկեղծ ասած չեն կարող պատկերացնել։ Սերը սպիտակի վրա գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ։ Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտնում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ հեռացաք։ Լավ ուզում եք հասկանալ, ինչն է, ինչն է խնդիրը։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանին ժողովրդական լեզվով ասած արել ինչի։ Ինչն է խնդիրը։ Ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավորական նորմերը մեր համար չեն աշխատում։ Որն է պատճառը։ Առավել ևս դուք գիտեք, որ սա զգայուն քրեական գործ է և բոլորի ուշադրության կենտրոնում եք, լավ ինչն է ձեզ ստիպում նման խախտումներ։ Եվ մենք այս պայմաններում հակված ենք պնդելու, որ դուք ունեք խտրական վերաբերմունք։